Մեր տանանկյունում դեռ դրված է նրա բազկաթոռը, մի փոքր մաշված թիկնակով, որն իր մեջ պահում է հորս ապրած տարիների ծանրությունն ու հոգսը։ Երբեմն թվում է, թե ուր որը դուռը կբացվի ու նա ներս կմտնի, իր հետ բերելով երեկոյան զովն ու անբացատրելի զգացողությունը, որը միայն հայրերն են կարողանում ստեղծել։ Նրա գործիքների դարակը դեռ կա, բայց ամեն բան սառն է։ Նայում եմ այս սեղանին, որը իր ձեռքերով էր սարքել։ Այդ սեղանը նրա ձեռքերի քարտեզն է։ Յուրաքանչյուր քերծվածք մի պատմություն է, յուրաքանչյուր հետք մի հիշողություն։ Ես նստեցի ու մի անսպասելի հոգոց դուրս եկավ իմ ներսից։ Ու այդ պահին արևի մի շող պատուհանի ճեղքից ընկավ հենց այնտեղ, որտեղ նա սովորաբար նստում էր։ Այդ լույսի մեջ վարում էին փոշեհատիկները։ Ու մի պահ ինձ թվաց, թե հեսա կլսեմ նրա խռպոտ հազի ձայնը, որը ավետում էր իր գալուստը։ Մի պահ ժամանակը կարծես կանգ առավ։ Հենց այն անկյունում, որտեղ լույսը միշտ ավելի նվաղ էր։ Կախիչից դեռ կախված էր հորս բրդյա ժակետը։ Մայրս այն պահել էր այնքան խնամքով, որ թվում էր, թե ձեռք տամ կխախտեմ մի ամբողջ հիշողության անդոր։ Մոտեցա ու մատներս զգուշությամբ սահեցրի գործվածքի վրայով։ Այն դեռ պահում էր նրա ուսերի ձևը։ Կախիչի վրա այն դատարկ չէր թվում։ Կարծես հայրս հենց նոր էր այն հանել տուն մտնելիս։ Ես կիսախուփ աչքերով հպվեցի օձիքին։ Նրա բույրից բացի ես զգացի նաև իր հետ ապրած տարիների բույրը։ Դա ինձ համար այն բույրն էր, որը ոչ մի օծանելիք չի կարող կրկնել։ Մայրս նույնիսկ չէր էլ ծալել ու դրել պահարանի մեջ։ Նա այն թողել էր տեսանելի տեղում, որպեսի տան օդը չխեղդի, որպեսի ամեն անգամ կողքով անցնելիս զգա, թե իր կեսը դեռ տանն է։ Ու այս ծանր ապրումների հետ կրկնակի ինձ խեղդող ցավ կա։ Դա այն ցավն է, որ մայրս էլ առաջվանը չէ։